Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, այսուհետև վարչության անունից լիազորված եմ հայտարարել, որ ՄԱՍԿ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում, որի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համակիրներին։ Պարոն Աղազարյանի եւ իմ անունից հայտարարում եմ, որ մենք մեր թիմակիցների հետ միասին կանենք ամեն հնարավորը մեզ վստահողներին հուսախաբ չանելու համար։ Մեր գործունեության առանցքը լինելու է պետականամետությունը եւ միմիայն պետականամետությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք ազգային արժեհամակարգի հենքի վրա։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ 3 հանգամանքի վրա։ Առաջին, պարոն Աղազարյանը եւ ես ՄԱՍԿ-ի գրանցման պետական գրանցման պահից սկսած ներկայացնում ենք մեր կուսակցությունը։ Երկրորդ, մեր գործունեությունը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ճանապարհով։ Երրորդ, ՄԱՍԿ-ի հիմնադիր համագումարից հետո անցած ավելի քան 1 տարվա ընթացքում մեզ մոտ ավելի է ամրապնդվել այն համոզմունքը, որ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է ունենալ անդառնալի եւ վտանգավոր հետևանքներ մեր պետության եւ պետականության ապագայի վրա։ Այսօր մեր պետությունը Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է դժվարին ու բարդ իրավիճակում եւ այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանի վերարտադրությանը որպես վարչապետի թույլ չտալն է։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սույն թվականի մարտի 9-ին ժամը 12-ին Նոյան Տապան լրատվական կենտրոնի մամուլի սրահում Իսահակյան 28-րդ հարկ մենք ունենալու ենք մամուլի ասուլիս, որտեղ հանգամանալից կներկայացնենք մեր կուսակցության դիրքորոշումն ու անելիքները 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների կոնտեքստում։